Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեր 2026 թվականը, հատկապես շնորհավորում եմ իմ պաշտպանյալներին, գլխավորությամբ իհարկե Լիլիթ Ավետյանին, ով հաջողությամբ հաղթահարեց այն նվաստացուցիչ իր նկատմամբ վերաբերմունքը, բայց հաղթեց այդ ապօրինի ռեժիմին և դաշնությանը, որից հետո իհարկե 2025 թվականին իմ պաշտպանյալները նույն համառությամբ, նույն տոկունությամբ հաղթահարեցին դժվարությունները, այդ թվում դրանից հետո Լիաննան էր, նրա փոքրիկն էր Ջուլիան էր և իհարկե պարոն Սամվելյանը, ով առանց բավականին դժվարություններով, բայց առանց որևիցե մի կերպ հետնահանջելու հաղթահարեցին ոչ միայն ազատության այդ բաղձալի ձգտումը, այլ նաև հաղթահարեցին մահը։ Դրանից հետո իհարկե իմ պաշտպանյալներից Սահակ Խանյանը նույնպես հաղթահարեց, ով 3 տղաների հայր է, ով հաղթահարեց այդ շեմը և գտնվում է այսօր 2026 թվականին ազատության մեջ իր երեխաների հետ և իհարկե այս բոլորի կարևոր նշանավոր մարդն է նաև իմ պաշտպանյալներից պարոն Վարդան Ղուկասյանը և նրա որդին Սպարտակ Ղուկասյանը, ովքեր այս պահին գտնվում են իհարկե բանտախցում, բայց դա ժամանակավոր է։ Բանտախցում է գտնվում նաև մեր ըստ էության ազատությունից զրկված Բագրատ Սրբազանը և այդ թվում նաև Միքայել Սրբազանը։ Ես նրանց մաղթում եմ բոլորին քաջ առողջություն, ուժ, կամք, որը նրանք ինձ մշտապես հաղորդել են և այդ ուժի, կամքի ներքո մենք մտնում ենք 2026 թվական և 2026 թվականը լինելու է մեր բոլորիս համար հաղթանակների տարի և ինչպես ասում են նաև նվաճումների տարի և նվաճումը լինելու է նաև հայրենիքի հողերի վերադարձով և արդարության վերականգնումով։ Այսքանն եմ ես մաղթում այս տարի մեր բոլոր հայրենակիցներին, այդ թվում նաև իմ սիրելի և